Բարի օր ընկերներ, այս վիդեոյում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը կշեռք նշանի համար։ Սիրելի կշեռքներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին, ինչպես նաև կնշեմ լարված օրերի մասին։ Այսպիսով, արևը մինչև հիշեցնեմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով։ Արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի խոյ նշանում, ձեր 7-րդ տանը, լավ ժամանակահատված է հարաբերություններ բարձելու, ամուսին կամ կնոջ հետ ինչ-որ հաճելի վայրեր գնալու, ամուսնանալու, գնալու ԶԱԳՍ, ինչ-որ գործողություններ կատարելու, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, նոր հաճախորդներ ունենալու, ընդունելու եւ այլն։ Ապրիլի 20-ից հետո արևը կանցնի ցուլ նշան, ձեր 8-րդ տուն, լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ֆինանսական հարցերով, այն ֆինանսական հարցերով, այսինքն որը պետական համակարգից է գալի, որը բանկային համակարգից է գալիս, որ ձեր կողմից աշխատած, հա։ Մերկուրի մոլորակը մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկներ նշանում, ձեր 6-րդ տանը, ինչ որ նորություն, փաստաթուղթ կստանաք աշխատանքի վայրում կամ ձեր գոլեգայից։ Մերկուրին նաև նշեմ, որ այս 6-րդ տանը երբ գտնվում է, լավ ժամանակահատված է տանը կենցաղային տեխնիկա գնելու համար։ Ամսի 15-ից հետո նշեմ նաև այստեղ կարող է աշխատանքային պայմանագիր ոմանք ստորագրեն։ Մերկուրի մոլորակը ամսի 15-ից հետո կանցնի խոյ նշան, բերելով ձեզ շատ շփում, խոսակցություններ, բանակցություններ, փաստաթղթեր կապված ձեր գործընկերների հետ կամ շփում շատ լինի, ավելի շատ շփվեք ձեր ամուսնու կամ կնոջ հետ, ինչպես նաև հնարավոր է այստեղ ձեր հաճախորդներն ավելանան։ Վեներա մոլորակը մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում, իսկ դա սիրելի ընկերներ, ձեր 3-րդ տունն է, այսինքն կարծում եմ, որ շատերը ինչ-որ բանկային համակարգից կամ պետական համակարգից գումար են ստանալու։ Ինչպես նաև եթե իհարկե բացասական է դիրքավորումը, Վեներան 8-րդ տանը հնարավոր է ձեզ ինչ-որ շտրաֆի մուծում, հա, տա նման ինչ-որ հարցեր կարող են լինել, ծախսեր կապված այդպես պետական համակարգի հետ։ Վեներան 8-րդ տանը հնարավոր է նաև ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսական դրությունը լավանա, այդպիսով ձեր ընտանեկան բյուջեն, հա, լավանա։ Ամսի 24-ից հետո, սիրելի ընկերներ, Վեներան կանցնի երկվորյակ նշան, ձեր 9-րդ տուն, լավ ժամանակահատված է ճամփորդելու համար, զբաղվելու անձնագրային վիզայի հետ կապված հարցերով, ոմանք հաճելի ինչ-որ նվեր գուցե ստանան արտասահմանից, ձեր ծանոթ բարեկամներից, կամ ուղղակի նրանց հետ հաճելի, նրանք օրինակ ձեզ այցելության գան, միասին հաճելի ժամանց անցկացնեք եւ այլն։ Մարս մոլորակը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում, ձեր 6-րդ տանը ակտիվություն Մարսը ձեզ կբերի, զգույշ եղեք, քանի որ հնարավոր է վիճաբանություն լինի աշխատավայրում եւ ըստ այդմ շատերը որոշեն օրինակ դուրս գալ աշխատավայրից եւ Մերկուրին էլ է այնտեղ լինելու, այսպիսով ստորագրեք փաստաթուղթ, հա, որ դուրս է գալիս աշխատանքից, նման հարցեր կարող են լինել։ Մարսը 6-րդ տանը զգույշ եղեք ձեր առողջության նկատմամբ, եթե ծննդյան քարտեզում կան լարված ասպեկտացիաներ, ապա հնարավոր է օրինակ վիրահատություն լինի, Մարսը 6-րդ տանը կամ ուղղակի գնակատանաբույժի առողջությանը ձեր հետևեք, հնարավոր է շատ հաճախ Մարսը 6-րդ տանը հիվանդանում են մարդիկ, տաքություն են ունենում, նման հարցեր են լինում, հա։ Արդեն ամսի 10-ից հետո Մարս մոլորակը կանցնի խոյ նշան ձեր 7-րդ տուն, բերելով ակտիվությունը դեպի ձեր ամուսինը, կինը, հաճախորդները կամ գործընկերները, որպեսզի հնարավոր է նաև գործընկերությունը օրինակ այստեղ դադարի, Մարսը բերի վիճաբանություն, որպեսզի Մարսի այդ լարված բացասական էներգիան հանգիստ տա ձեզ, լավ կլինի, որպեսզի սպորտով զբաղվեք։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել Խեցգետի նշանում, այս ամսում շարժվելով 15-ից 18 աստիճան, Խեցգետինը ձեր 10-րդ տունն է եւ ձեզ օգնում է ձեր կարիերայի հարցում, աշխատանքի հարցում, ստատուսի փոփոխության հարցում, այսինքն դեռևս կես տարի առաջ եւ առաջիկա մինչեւ հունիսի վերջը Յուպիտերը այնտեղ է գտնվելու եւ բերելու է ձեզ մեծ փոփոխություններ, եթե իհարկե դեռևս չի բերել, կապված ստատուսի հետ, ոմանք ամուսնանան, ովքեր ուզում են ամուսնալուծվել, հեշտ կամուսնալուծվեն, ոմանք եթե ուզում են բալիկ ունենան, Յուպիտերը կարծում են, որ այդ հնարավորությունը կբերի մեկի մոտ կարիերայում մեծ աճ կլինի, պաշտոնի փոփոխություն կլինի, մի խոսքով Յուպիտերը իր նվերները այս ժամանակահատվածում անպայման բոլորին կբերի։ Սև լուսինը, սիրելի ընկերներ, շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 11-ից 14 աստիճան շարժվելով, աղեղնավորը ձեր 3-րդ տունն է, սիրելի կշեռքներ, զգույշ եղեք, կարող է վտանգավոր իրավիճակներ առաջանան ճանապարհ գնալիս,
մի գերազանցեք արագությունը ոչ մի դեպքում, եղեք շատ ուշադիր եղեք ձեր հեռախոսների նկատմամբ, քանի որ սև լուսինը երբ որ այնտեղ է, հնարավոր է կորցնեք հեռախոսը կամ կոտրվի, ինչ-ինչ պատճառներով վատ աշխատի եւ այլն, գողություն կարող է լինել անգամ։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 5-ից 9 աստիճան շարժվելով, Խոյը ձեր 7-րդ տունն է, իսկ Սատուրնը 7-րդ տանը հաճախ հարաբերությունները սառում են, ավելի փոքրանում են, գործընկերությունները հագուցե հաճախորդները կչանան, բայց բոլորից շատ Սատուրնի ազդեցությունը կզգան այն կշեռքները, ովքեր ասցենդենտով են կշեռք, ասցենդենտը կշեռքի 5-ից 9 աստիճանում է, կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում։ Այս օրերի ծնվածները թող բոլորից շատ զգուշանան, քանի որ Սատուրնը սկսելու է արդեն ձեզ վրա ազդել։ Այնուհետև, սիրելի ընկերներ, Ուրան մոլորակը ապրիլի 24-ից սկսած կանցնի երկվորյակ նշան եւ մինչեւ 2033 թվականի մայիս ամիսը կգտնվի այնտեղ։ Երկվորյակը, սիրելի կշեռքներ, համարվում է ձեր 9-րդ տունը, այսինքն մեծ փոփոխություններ է ձեզ սպասվելու կապված այն ամենի հետ, ինչը արտասահմանին է վերաբերում եւ բարձրագույն կրթությանը։ Շատերը անսպասելի ձևով կգնան նոր բարձրագույն կրթություն ստանալու։ Խոսքս հատկապես վերաբերում է ասցենդենտով կշեռքներին։ Շատերը անսպասելի կորոշեն մեկնել արտերկիր այնտեղ հանգստանալու, ոմանք գուցե ամուսնանան արտասահմանցու հետ։ Մի խոսքով նման ինչ-որ իրավիճակներ, հնարավոր է նաև ինչ-որ մշակույթներ նոր ուսումնասիրեք, անգամ նաև կրոնը փոխեք։ Նման հարցեր կարող են լինել։ Ուրանը այդ ամենը կարող է բերել։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված սիրելի կշեռքներ, լիալուսին ենք ունենալու ապրիլի 2-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս լիալուսինը հենց ձեր առաջին տանն է կշեռք նշանում։ Լիալուսինը դա վերջնական որոշում է, վերջնակետ է ինչ որ հարցում։ Քանի որ կշեռքում է լինելու, խոսքը վերաբերելու է ձեր անձին, ձեր արտաքնին եւ ձեր հարաբերություններին մարդկանց հետ։ Եվ նորալուսին կլինի ապրիլի 17-ին, Խոյ նշանում ձեր 7-րդ տանը, դա նոր գործընկերություն է, նոր հաճախորդ, նոր հարաբերություններ գուցե, ինչ որ նոր բան կապված ձեր ամուսնու, կնոջ կամ հաճախորդների ու գործընկերների հետ։ Այժմ լարված օրերի հետ կապված ապրիլի 4-ն է լարված լինելու, Վեներան եւ Պլուտոն մոլորակները 90 աստիճան են կազմելու, զգույշ եղեք այս օրը ինչ-որ սիրային բարձաբանումներ մի արեք եւ մեծ խոշոր գնումներ մի կատարեք, ֆինանսական գործարքներ առհասարակ մի կատարեք։ Եվ ապրիլի 24-25 լարված է լինելու, արևն է Պլուտոնի հետ 90 աստիճան կազմելու, այսօրը եւս եղեք շատ զգույշ, քանի որ վտանգավոր իրավիճակներ կարող են լինել։ Այսքանը կապված ապրիլ ամսվա հետ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։